Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունում համաձայն չեն հաշվեկնիչ պալատի ներկայացրած տվյալներին, թե Հայաստանում շուրջ 20,000 երեխա ընդգրկված չէ պարտադիր կրթության համակարգում։ Այսինքն կրթության ընդգրկվածության ցուցանիշը 82.5% է։ Հոկտեմբերի 1-ին ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը նկատել էր. Մեր գործընկերները մի փոքր շտապել են, եթե մի քիչ սպասեին, բառացիորեն մի քանի օր առաջ վիճակագրական կոմիտեն հրապարակեց Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը վերնագրով իրենց ամենամյա հրապարակումը, որտեղ արտացոլվում են նաև կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշները եւ 2024-25 ուսումնական տարվա համար կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 90.4%։ Ըստ նախարարի, այստեղից էլ ստացվում է, որ հաշվեկնիչ պալատի եզրակացությամբ ներկայացված 82%-ն ուղղակի չի համապատասխանում իրականությանը։ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը եւս նկատում է. Տարակուսելի թվաց այդ տվյալը, որովհետեւ եթե խոսք 20,000 աշակերտի մասին լիներ, 20,000 երեխայի մասին լիներ, մենք անշուշտ մեր միջավայրում կամ ինչ-որ տեղից լսած կլինենք կամ տեսած կլինենք այդ երեխաներին, իսկ Հայաստանը հայտնի է նրանով, որ ծնողները նախընտրում են նույնիսկ առանց խրախուսման, առանց աջակցության մեթոդների իրենց երեխաներին միշտ ուղարկել կրթության եւ Հայաստան գրեթե երբեք այդպիսի խնդիր չի ունեցել միջազգային բոլոր զեկույցներում, դա նշվել է որպես Հայաստանի համար առանձնահատուկ մշակույթ, որտեղ բոլոր ծնողները հակված են երեխաներին ուղարկել դպրոցներ եւ այդ ցուցանիշի վերաբերյալ նախարարության հետ քննարկումներ են ունեցել։ Ղազարյանի խոսքով վիճակագրական կոմիտեի տվյալների ստացման մեթոդաբանությունն ավելի հասկանալի է։ Ըստ այդ ցուցանիշի Հայաստանում տարրական դասարաններում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 102% է։ Հիմնական դպրոցներում 99.7, ավագ դպրոցում շուրջ 61%։ Աշակերտների եւս 21.3%-ը հիմնական դպրոցից հետո կրթությունը շարունակում է մասնագիտական կրթության եւ ուսուցման հաստատություններում։ Հաշվեկնիչ պալատն էլ համաձայն չէ նախարարի պնդմանը, թե շտապել են, պարզաբանում են։ Փաստաթուղթը հաստատվել է փետրվարի 27-ին։ Հետևաբար դժվարանում եմ ասել, ինչպես կարելի է անվանել մի քիչ շտապել փետրվարի 27-ից մինչև վիճակագրական կոմիտեի սեպտեմբերի 24-ի հրապարակումն ընդգրկող շուրջ 7-ամսյա ժամանակահատվածը։ 2025 թվականի փետրվարի դրությամբ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության այդ համապատասխան տեղեկատվական բազայում առկա է եղել 19,605 երեխայի վերաբերյալ, անձի վերաբերյալ տվյալ։ Առանց որևէ հավելյալ հաշվարկ իրականացնելու։ Պարզապես այն թիվը, որը մեր երկրում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերելի միակ տվյալների բազայում առկա է, այդ ցուցանիշը արձանագրվել է հաշվեկնիչ պալատի հաշվետվությունում առանց որևէ հավելյալ հաշվարկների, առավել եւս որևէ մեթոդաբանություն այս պարագայում չի կիրառվել։ Իսկ ինչպես են ստացվել տվյալները։ Բնակչության պետական ռեգիստրում գրանցված որոշակի պարտադիր կրթության տարիքային խմբի անձանց թվից հանվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված անձանց վերաբերող տվյալները, ստացված թիվը զտվել է սեկտի հիման վրա, այսինքն սահմանահատումների հիման վրա եղած տվյալներով։ Ստեղծված թեմայի շուրջ ազգային ժողովի գերադասային հանձնաժողովը շարունակելու է քննարկումները պատասխանատու գերատեսչությունների հետ։ Կրթության զարգացման մինչև 2030 թվականի ռազմավարության թիրախային ցուցանիշների հարցը օրակարգում պահելով։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։